Շնորհակալություն։ Տիկին Ավանեսյան, իրականում քաղաքացիների կողմից շատ շնորհակալական խոսքեր եմ այս օրերի ընթացքում լսել։ Հունվարի 30-ը, բայց շատ քաղաքացիներ արդեն իսկ օգտվել են։ Պարոն Գոնջարյանը թվեր նշեց եւ իրականում երբ հարցերի դաշտ էի բացել, մեծամասամբ շատ շնորհակալական խոսքեր էին, բայց առանձնացրել եմ 3 հարց։ Մի հարցին պատասխան, հա, պարոն Բագրատյանի հարցին պատասխան դուք արդեն խոսեցիք դեղերի փոխհատուցման արժեքի հետ կապված, որ շատ դեպքերում պետք է հավելավճար վճարեն։ Դեղատներից բողոքներ են գալիս, որ փոխհատուցման գինը ցածր է եւ ստիպված է հավելավճար անել, ինչը որ դժգոհություն առաջացնում քաղաքացիների եւ մյուս կողմից էլ մի անհանգստություն էլ ես ունեմ, որ արդյոք չեն արհեստականորեն բարձրացնի գները դեղատները։ Խնդրում եմ այս հարցին անդրադառնաք։ Երկրորդ հարցը վերաբերվում է Արմետ համակարգին, շատ քաղաքացիներ նշել էին, որ դեռևս իրենք վճարել են, բայց Արմետ համակարգով չի ակտիվանում, այսինքն դեռևս առկա են տեխնիկական խնդիրներ եւ եթե արդյոք կա տեխնիկական խնդիր, ինչ քայլի դիմեն քաղաքացիները, որտեղ մի քանի քաղաքացի կոնկրետ նշել էր, որ ինքը վճարել է, բայց դեռևս Արմետ համակարգով չի երևում, հա, իր ապահովագրությունը չի ակտիվանում։ Եվ երրորդ հարցը վերաբերում է օրինակ ուսուցիչները, եթե տարվա սկզբում 200,000-ից ավել է իրենց աշխատավարձը, բայց օրինակ մյուս կիսամյակ դասաժամերը նվազում են եւ աշխատավարձը իջնում է, հա, 200,000-ից, այս պարագայում ինչ կարող են անել, իրանք մնում են ապահովագրության մեջ, թե դուրս են գալիս։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Տեսեք, եւ դեղերի, եւ ծառայությունների գնի հաշվարկի մենք ունենք սահմանված մեթոդաբանություն եւ այսօր էլ, տեսեք, շուկան անընդհատ փոխվում է եւ մենք պետք է շատ զգայուն լինենք, որ նախ արհեստական գնի բարձրացմանը չարձագանքենք եւ այո մրցակցության շրջանակներում պետք է պետությունը առավել մատչելի գին կարողանա ձեռք բերի, որովհետեւ նաեւ խոշոր գնորդ է եւ ես ձեզ ասեմ, որ հունվար ամսին Հայաստանի Հանրապետություն դեղորայքի ներմուծման ծավալները այդ ներմուծման ընթացակարգերի ամբողջական որ դիտարկում ենք անում 10 միլիոն դոլարից ավել նախորդ ամիսներին համեմատ ավել դեղ է ներմուծվում։ Սա նշանակում է, որ այս ռեֆորմի արդյունքում նաև դեղագործական շուկան ընդլայնվում է եւ մենք նաև աշխատանք ենք տանում խոշոր դեղագործական ընկերությունների հետ, որ այլ պայմաններ Հայաստանին ապահովեն, որովհետև այլևս մեզ մոտ կա կանխատեսելի խոշոր ապահովագրական համակարգ եւ սրան էլ նրանք պիտի արձագանքեն։ Եվ մենք այսօր էլ աշխատում ենք թե դեղագործական ընկերությունների հետ, թե բժշկական կենտրոնների հետ, բոլոր հիմնավորումները մեր հաշվարկված գների առումով մեթոդաբանությամբ դիտարկում ենք եւ այո, մի քանի դեղերի մասով կա նման խնդիր եւ մի քանի ծառայությունների մասով կա լրացուցիչ ուրեմն գների վերանայման հարց, ինչը մեր դիտարկման ոլորտում է աշխատանքները գնում են, որովհետեւ ես ուզում եմ, որ մեր գնի գոյացման առումով էլ պարզ լինի, տեսեք, կա հրապարակված կառավարության որոշմամբ ընդունված մեթոդաբանություն եւ մենք ցանկացած հիմնավորում եւ այս մեթոդաբանության մեջ տեղավորվող ուրեմն գնի հաշվարկի մեզ արգումենտ միանշանակ լսում ենք, աշխատում ենք եւ դիտարկման մեր շրջանակում է։ Հաջորդ ինչ վերաբերում է ապահովագրական վճար վճարողը իրականացրել է վճարը, բայց կարգավիճակը ակտիվ չի, սա մասնավոր ինչ որ խնդիր է, որը կխնդրեմ անպայման ուղղորդեք, որ հասկանանք ինչումն է խնդիրը։ Ինչու եմ սա նշում, եթե ապահովագրական վճարող է, որովհետև մյուս պարագայում այն դեպքում, երբ որ պետությունն է ապահովագրում, երբեմն մարդիկ չեն անդրադառնում, որ իրենց ռեզիդենտությունը գուցե դա է խնդիրը, որ նրանք ապահովագրված չեն։ Եվ մի այսպես դեպք էլ ունենք, ես երեկ էլ խոսեցի դրա մասին, Տիկին Բադալյանն էլ էր այդ մասին բարձրաձայնել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երեխաները պիտի անձնագիր հանեն, որ նրանց տվյալները մենք բնակչության պետական ռեգիստրից ստանանք, սա էլ շատ կարևոր հանգամանք է։ Մեկ այլ հանգամանք էլ, եթե անձը ինչ-ինչ պատճառներով
ուրեմն փաստում է, որ նա Հայաստանի Հանրապետությունում է եղել, այսինքն մի անձնագրով դուրս է եկել, բայց մյուս անձնագրով եկել է Հայաստան, մենք այս դեպքերն էլ արդեն ըստ ուրեմն մշակված ընթացակարգի լուծում ենք այս հարցերը։ Եվ վերջին հարցը չակտիվաց է։ Այո, ուրեմն տեսեք, երբ որ անձը մեկ անգամ մտնում է ապահովագրական համակարգ, նա 12 ամիսների ընթացքում արդեն համակարգի մեջ է, որտեվ սա էլ պիտի համակարգի կայունությունը մենք ապահովենք, չենք կարող ամիսը մեկը դուրս գա, մյուսը մտնի եւ այստեղ ուրեմն մենք արդեն կունենայինք շատ անկանխատեսելի ծախսեր։ Այո, եթե մեկ ամսվա ընթացքում նրա աշխատավարձը կազմել է 200,000-ից ավել, անձը ներառվել է ապահովագրական համակարգ, ապա նրա հաջորդի աշխատավարձի փոփոխությունները արդեն դիտարկելի չեն։ Նա մնում է ապահովագրական համակարգում։